B մեծատառ, B փոքրատառ։ Այս տառը հայոց այբուբենի երկրորդ տառն է։ Սիրելի երեխաներ, մենք ինչ բառեր գիտենք B տառով սկսվող։ Երբ առավոտյան արթնանում ենք, ինչ ենք ասում այն մարդկանց, ում նոր ենք տեսնում մեր օրը սկսելիս։ Մենք ասում ենք բարև, ասում ենք բարի լույս, կարող ենք ասել նաև բարի օր։ Այս խոսքերը բարի են ու գեղեցիկ։ Երբ դրանք ասում ենք, մարդիկ ժպտում են, իսկ մեր օրը սկսվում է ուրախ ու լուսավոր։ Եկեք ամեն առավոտ սկսենք բարի խոսքով, որ մեր օրը լինի լուսավոր, իսկ աշխարհը ավելի գեղեցիկ։ Սիրելի երեխաներ, Մենք ինչ այլ բառեր գիտենք B տառով սկսվող։ Բարդի։ Բարդին արագ աճող և տպավորիչ ծառատեսակ է, որը հայտնի է իր բարձր հասակով, կարող են հասնել մինչև 30-40 մետր բարձրության։ Բանան։ Բանանը շատ օգտակար է։ Մենք կարող ենք այն ուտել առավոտյան, դպրոց գնալուց առաջ կամ խաղից հետո։ Բանանը աճում է բույսի վրա, որը մեծ է ու նման է ծառի, բայց իրականում խոտաբույս է։ Բալ։ Բալը փոքրիկ, կարմիր ու քաղցր միրգ է։ Այն աճում է ծառի վրա և շատ համեղ է։ Բալը մեզ տալիս է վիտամիններ, օգնում է առողջ ու ուժեղ լինել։ Բարձ։ Բարձը փափուկ ընկեր է։ Գիշերը նա պահում է մեր գլուխը, օգնում է, որ մեր քունը լինի հանգիստ ու քաղցր։ Երբ լավ ենք քնում, առավոտյան ուրախ ենք արթնանում։ Բաժակ։ Բաժակը փոքր է, բայց մեծ օգուտ ունի։ Այն օգնում է մեզ խմել ջուր և տարբեր օգտակար հյութեր։ Իսկ կենդանական աշխարհից ում գիտեք։ Բիզոն։ Բիզոնը Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն ցամաքային կենդանիներից մեկն է։ Բիզոնները շատ մեծ ու հզոր են։ Նրանք ունեն մեծ գլուխներ, լայն ուսեր և թավ, շագանակագույն մորթի, որն օգնում է նրանց տաք մնալ ձմռան ցրտին։ Չնայած իրենց մեծ չափերին, բիզոնները կարող են շատ արագ վազել։ Բիզոնները շատ կարևոր դեր են խաղում էկոհամակարգում։ Նրանք ուտում են խոտը, օգնում են սերմերի տարածմանը և ստեղծում են ապրելու պայմաններ բազմաթիվ այլ կենդանիների և բույսերի համար։ Բորենի։ Նրանք ապրում են Աֆրիկայում և Ասիայում, մեծ ընտանիքներով, որոնք կոչվում են ոհմակներ։ Այս ոհմակներում միշտ գլխավորը էգն է։ Նրանք տարօրինակ ձայներ են հանում, որոնք հաճախ նման են մարդու ծիծաղի։ Շատերը կարծում են, որ միայն ուրիշների որսն են ուտում, բայց դա այդպես չէ։ Նրանց ամենակարևոր գործն այն է, որ նրանք ուտում են սատկած կենդանիների մարմինները, այդպիսով մաքրելով բնությունը և թույլ չտալով, որ հիվանդություններ տարածվեն։ Բազե։ Բազեն գիշատիչ թռչունների ընտանիքից է։ Ունի կարճ թևեր և երկար պոչ։ Նրա աչքերը աշխատում են հզոր հեռադիտակի պես։ Նա այնքան լավ է տեսնում, որ կարող է ամենաբարձր շենքի տանիքից գետնին տեսնել մի փոքրիկ միջատ։ Ապրում են գրեթե ամենուրեք։ Բու։ Բուն անտառի ամենախելացի ու հետաքրքիր թռչուններից մեկն է։ Նրան հաճախ անվանում են անտառի պահապան։ Երբ մենք քնում ենք, բուն նոր է արթնանում։ Նա գիշերային թռչուն է, սիրում է մթությունը։ Ունի շատ մեծ աչքեր, որոնք նման են լապտերների։ Բուն չի կարողանում շարժել իր աչքերը, բայց փոխարենը նրա գլուխը կարողանում է պտտվել գրեթե բոլոր կողմերով։ Նա կարող է նայել իր թիկունքին առանց մարմինը շարժելու։ Բվի թևերը շատ փափուկ են։ Երբ նա թռչում է, ոչ մի ձայն չի լսվում։ Բադ։ Բադերը ջրլող թռչուններ են։ Նրանք ապրում են ինչպես քաղցրահամ, այնպես էլ աղի ջրամբարների մոտ։ Ունեն տափակ կտուց, կարճ ոտքեր և մատների արանքում լողաթաղանթներ, որոնք օգնում են լողալիս։ Սնվում են ջրային բույսերով, միջատներով, փոքր ձկներով։ Բադերի փետուրները անջրանցիկ են, ինչը թույլ է տալիս նրանց մնալ չոր և տաք ջրի մեջ։ Բադակտուց։ Բադակտուցը շատ արտասովոր և զարմանալի կենդանի է, որն ապրում է միայն Ավստրալիայում։ Բադակտուցն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է ջրում։ Նա փակում է իր աչքերը և ականջները ջրի տակ, իսկ որսը փոքր ձկներին ու խեցգետիններին գտնում է իր զգայուն կտուցի օգնությամբ։
Նրանք ապրում են գետերի կամ լճերի ափերին փորված երկար բներում, որը կոչվում է խոռոչ։ Ամենահետաքրքիր փաստն այն է, որ բադակտուցը կաթնասուն կենդանի է, ինչպես կատուն կամ շունը, սակայն նա ձագեր չի ծնում, այլ ձու է ածում, ինչպես թռչունները կամ սողունները։